Արդեն իսկ հաստատվել եւ քաղաքապետարանի աշխատակազմին ու ՀՕԱԿ-ներին է բաժանվել 2015 թվականի բյուջետային գործընթացի ժամանակացույցը։ Հաջորդ տարվա բյուջետային գործընթացը պետք է իրականացվի առանց ժամկետների խախտման, խորհրդակցության ընթացքում նշում է քաղաքապետը։ Ստորաբաժանումները, ՀՕԱԿ-ները ղեկավարվելով օրացույցի ժամկետային պահանջներից իրենց համապատասխան անելիքներն ու առաջարկները մտածեն, ներկայացնեն գործընթացի ընդհանուր վերահսկողությունը ու պատասխանատվությունը ֆինանսական բաժնի պետ Աբելյանի վրա է դրված եւ որպես առաջիկ հայլերից մեկը գործընթացի, որ հիմքա դառնալու մեր տեղական հարկերի եւ դուրքերի հաջորդ տարվա պլանային ցուցանիշը որոշելուն, դա հարկերի եւ դուրքերի դրույքաչափերի նախագծի մշակումն է հաջորդ տարվա, որը եթե ոչ հուլիսի, ապա գոնե հաջորդ ամսվա հերթական հավաքանու նիստում պետք է ներկայացվի հաստատման հիմքը կորիզը ամբողջ բյուջետային գործընթացի մեր կողմից իրականացվող հաշվարկների տեղական հարկերի եւ դուրքերի լինելու է հենց այդ նախագիծը։ Հաջորդ տարվա հարկերի եւ դուրքերի դրույքաչափերի սահմանման նախագծի պատասխանատուները լինելու են Արա Աբելյանն ու Սասուն Խեչումյանը, ասում է քաղաքապետը։ Ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու է փոխքաղաքապետը։ Խորհրդակցության հաջորդ հարցը եւս վերաբերվում էր ֆինանսական գործընթացներին։ Արդեն երկար տարիներ Ալավերդու քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Վալերի Մեջլումյանի անձնական միջոցներով գործող Մանես բարեգործական հիմնադրամի հետ եւ տարիներ շարունակ հիմնադրամը լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում համայնքում տարբեր ծրագրերի իրականացման նպատակով։ Նախորդ նաեւ այս տարվա ընթացքում տարբեր ծրագրերի ֆինանսավորումները կատարվել են ուղղակի հիմնադրամի կողմից։ Այսուհետ այդ գումարները միանգամից փոխանցվելու են համայնքին։ Քանի որ հիմնադրամը գործունեությունը ծավալում է արդեն ոչ միայն Ալավերդի, այլ շատ այլ համայնքներում մարզի, երբեմն միգուցե նաեւ մարզից դուրս, ուրեմն իրենք ավելի նպատակարար են գտել շահառու համայնքների հետ որոշակի փոփոխություններ մտցնել աշխատանքի, որը կայանում է հետևյալում՝ ի տարբերություն նախկին աշխատավոճի նախապես համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորումները փոխանցվում են համայնքային բյուջեին, որից եւ մենք արդեն համապատասխան բյուջետային դասակարգման այդ գումարները տեղադրում ենք համապատասխան տեղեր եւ իրականացվում հաստատված ծրագրերը։ Առաջին փոխանցումն արդեն կատարված է եւ բացի առաջիկա միջոցառումների կազմակերպման նպատակով հիմնադրամի կողմից գումար է հատկացվել նաեւ քաղաքի օրվա միջոցառումների կազմակերպման համար։ Մինչ այդ փոխանցված գումարները համայնքի բյուջեի մեջ ներառելու եւ բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու համար առաջիկայում համայնքի ավականին կգումարի արտահերտ նիստ, իսկ հիմնադրամի կողմից հատկացված գումարով առաջիկայում տաղավարներ կկառուցվեն համար 6 մանկապարտեզի բակում։ Սա եղել է մանկապարտեզի սաների խնդրանքը, որով նրանք դիմել են քաղաքապետին։ 400,000 դրամ թիվ 6 մանկապարտեզի բակի երեխաների տաղավարների խաղը, որտեղ խաղում են ամռանշրջանում վերանորոգման համար նախատեսված գումարը եւ եւս 500,000 դրամ տարբեր մշակութային միջոցառումների բարեկամ քաղաքների պատվիրակությունների ընդունելության եւ այդ կարգի միջոցառումների համար։ Խորհրդակցության հաջորդ թեման եկամուտների հավաքագրումն էր։ Ինչպես միշտ ցավոտ կողմը ֆիզիկական անձանց հողի հարկի հավաքագրումն է։ Երկարատև քննարկումներից հետո խնդրի լուծման նպատակահարմար տարբերակը ընտրվել է այս թաղամասերում առանձնացված հավաքագրող ունենալը։ Հիմա այդ զբաղվում ենք աշխատակցի պայմանագրի կնքման գործով, որպեսզի մինչև տարեվերջ մենք համոզվենք արդյոք այս արդյունք տալիս է թե ոչ։ Հարկերի հավաքագրման մասով հաջորդ հանձնարարականը վերաբերում էր տրանսպորտային միջոցների գույքահարկի բազաների ճշտմանը։ Գումարային առումով ամենամեծ անճշտությունները հենց այս հարկատեսակում է, ասում է քաղաքապետը։ Դա կապված է որոշակի ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օտարումների, խոթարումների մասին համապատասխան տեղեկատվություն չունենալու հետ։ Հիմա քանի որ տեղեկատվությունը ի վերջո տրամադրվել է մեզ շատ արագ, հնարավոր սև ժամկետներում այդ մտցրեք, որովհետև եթե ոչ այս տարի, գոնե հաջորդ տարի դա էական դեր է խաղալու։ Այսինքն այս թվերը արդեն էական դեր միգուցե խաղացել են 15 թվականի տրամադրվելիք դոտացիաների հաշվարկներ, բայց դա մի օր պետքա ճշգրտվի, որ այդ ազդեցությունը չեզոքացվի։ Ըստ հավաքագրումների հարկատեսակների ցուցանիշներն ուսումնասիրելով քաղաքապետը նշում է, որ բացօթյա վաճառքի հավաքագրման ցուցանիշներն էլ գոհացնող չեն։ Ամենաաշխույժ ժամանակահատվածն է բացօթյա առևտրի։
այդ հարցին էլ ուշադրություն դարձրեք։ Բազմաբնակարան շենքերի բազմաթիվ բնակիչներ դիմում են քաղաքապետարան, բնակիչներին անհանգստացնում է կրծողների առկայությունը շենքերում։ Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանի կողմից դեռատիզացիոն աշխատանքներ են իրականացվում եւ բարձրահարկ շենքերի նկուղներում եւ հոակներում։ ԲՇՏ-ները եւս այս առումով անելիքներ ունեն, ասում է քաղաքապետը։ Մյուս բոլոր տարածքներում, որոնք ընդգրկված չեն մեր հերթական տարվա ծրագրային փաթեթում, պետք է իրականացվի բնակ շահագործման տեղամասերի կողմից։ Եթե չեն հիշում, հիշեցնենք, որ առիթեղած դեպքում իրանք են հենց հայտարարում, որ իրենց պարտականությունները ընդամենը 4-ն են, որոնցից մեկը հենց այդ կրծողասպան եւ միջատասպան աշխատանքների կազմակերպումն է, բնականաբար ոչ առանց գանձումների ծառայությունը, որի համար բնակիչը բնականաբար պետք է վճարի եւ սանեպիդկայանի հետ համատեղ աշխատեն։ Խորհրդակցության վերջում աուդիտի բաժնի ղեկավարը ներկայացրեց վերջին ստուգումների արդյունքները։ Այս շաբաթ աշխատանքային այցով Ալավերդի քաղաքում էր Լոռու մարզպետը։ Մարզպետին ուղեկցում էին նաև մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարներ, Ալավերդու քաղաքապետը։ Մարզպետի այցելության նպատակը քաղաքում մեկնարկած 5-րդ հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալն էր։ Սանահին գյուղական թաղամասում ու ընդհանրապես Ալավերդի քաղաքում մեկնարկել են ճանապարհների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։ Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 60 միլիոն դրամ։ Ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում Սանահին գյուղական թաղամասում, մինչև ակներ տանող ճանապարհ, Օսիպյան պղնձագործների Միկոյան փողոցներում։ Սանահին գյուղական թաղամասում նախորդ տարի ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգումից հետո ճանապարհների նորոգման խիստ կարիք կար, ինչը եւ իրականացվում է։ Կատարվող ճանապարհաշինական ու այլ աշխատանքներ ուրախացրել է Սանահին գյուղական թաղամասի բնակիչներին։ Գյուղին ամեն ինչ էլ պետք կներ։ Ջուրը բերելա, շատ շնորհակալ ենք քաղաքապետից, մարզպետից, լսերը սարքել են, ասֆալտին սարքում են, ռեմոնտ են անում, դրանի դեն ինչ։ Թաղամասի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում մարզպետին գյուղում իրականացված աշխատանքների համար։ Գյուղ ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում, իսկ բարեկարգ ճանապարհներն անհրաժեշտություն էին, ասում են գյուղացիները։ Շինարարական կազմակերպության ներկայացուցչի հետ մարզպետը քննարկում է շինարարության առնչվող հարցեր, հորդորում, որ նախագծից շեղումներ չլինեն։ Քննարկում է նաև ջրահեռացման համակարգի հետ կապված հարցեր։ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակում Ալավերդի քաղաքին հատկացվել է շուրջ 130 միլիոն դրամ, որի ավելի քան 60 միլիոն դրամն ուղղվելու է կրթական հաստատությունների հիմնանորոգմանը։ Այս պահի դրությամբ մարզի 5-րդ հրատապ ծրագրերը սկսված են մասնակիորեն, որովհետև մենք առայժմ միայն դպրոցաշինություն եւ ճանապարհաշինության ծրագրերն ենք իրականացնում, մնացած հաստատված ծրագրերը կսկսենք մի փոքր ավելի ուշ եւ այս առումով մենք փորձում ենք մեր աշխատանքային օրերը անցկացնել նաեւ տարածքներում, վերահսկել շինարարության ընթացքը։ Ալավերդու քաղաքապետը նշում է, որ համայնքային բյուջեի միջոցներով իհարկե հնարավոր չէ լինի նման խոշորածավալ շինարարական աշխատանքներ իրականացնել եւ հրատապ ծրագրերը մեծ օգնություն են համայնքների համար։ Այսօր բոլորիս հայտնի է, որ համայնքային բյուջեները եւ Ալավերդին այդ առումով բացառություն չէ, չունի այդ ֆինանսական ներուժը, որ նմանատիպ խոշորածավալ մեծ ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրեր իրականացնի։ Այդ տեսակետից հրատապ ծրագրերը համայնքների համար բավականին մեծ անասելի մեծ աջակցություն են կուտակված խնդիրները լուծելու։ Այս պահին մեկնարկած հերթական փուլի շրջանակներում հրատապ ծրագրերի քաղաքում իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր։ Բացի հանրակրթական դպրոցների տանիքները հրատապ ծրագրով քաղաքում սպասվում է նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում։ Սանահին գյուղական թաղամասից հետո մարզպետի հաջորդ այցելությունը համար 12 դպրոց էր, որտեղ արդեն իսկ սկսված են տանիքի նորոգման աշխատանքները։ Դպրոցի մասնաշենքերը շատ են, այս ծրագրի ընթացքում կվերանորոգվի 2 մասնաշենքի տանիք։ Տանիքը 1260 քառակուսի մետր է, 2 մասնաշենքի տանիք պետք է վերանորոգվի, ոչ թե պետք է վերանորոգվի, հիմնական լրիվ ծածկը պետք է փոխվի։ Համար 1 դպրոցում եւս ամառային արձակուրդների հետ մեկնարկել են շինարարական աշխատանքներ։ Այստեղ էլ շինարարների հետ զրույցում մարզպետը նշեց, որ դպրոցների շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև օգոստոսի 15-ը, սակայն որակի հետ կապված որևէ խնդիր պետք է բացառվի, ասում է մարզպետը։ 5-րդ հրատապ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել նաև Ալավերդու բժշկական կենտրոնի Սարահարթի բուժամբուլատորիան, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։
Ալավերդու քաղաքապետարանում եկամուտների հավաքագրման առումով արդեն ամփոփել են 2014 թվականի առաջին կիսամյակը։ Տարվա առաջին կիսամյակում հավաքագրումը կազմել է 124%։ Առաջին կիսամյակում նախատեսված է եղել հավաքագրել շուրջ 35 միլիոն դրամ, հավաքագրվել է շուրջ 44 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ գերակատարվել է 8 միլիոն 579 հազար դրամ։ Գերավիճակը ավելի շուտ առաջացել է, ասենց ասեմ, փոխադրամիջոցի գույքահարկից, որը դե անկախատեսելի է, ասենք, չեն կարող ասենք երբ կգան այդպես հոսքը, դրանից ավելի շատ 5 միլիոն 400 հազար դրամը փոխադրամիջոցի գույքահարկից, իրավաբանական անձանց էլի գույքահարկից 1.613 հազար դրամ, դե դա կիսամյակային փոխանցումները, ասենք մի անգամ փոխանցում են մեկը երկրորդ կիսամյակին, այն նորեն սկսելու հուլիսից էլի փոխանցումները եւ հաշվետվությունները ներկայացնելը։ Շարունակում է խնդրային մնալ ֆիզիկական անձանց հողի հարկի հավաքագրումը։ Այս հարկատեսակի պլանային ցուցանիշը չի ապահովել նաև այս կիսամյակում։ Խնդիրներ չկան ֆիզիկական անձանց հողի հարկի հավաքագրման առումով։ Ֆիզիկական անձանց հողի հարկի ցուցանիշը կիսամյակի ընթացքում ապահովել է միայն 68%-ով։ Դե մենք ինչ որ տարբերակներ ենք մշակել, ծանուցել ենք նորից, չնայած երևի դրա կարիք չկա, որովհետև ծանուցված են բոլորն տեղյակ են, որ եթե ունեն սեփական հող, պետք է դրա համար հողի հարկ վճարեն, հարկադիր կատարման տարբերակով ենք որոշակի գանձումներ եկել են միջև կիրառելը, հարկադիրի ենթարկելը, եկել են վճարումներ կատարել որոշ անձիկ, մնացածը արդեն ընթացքի մեջ է, նա ժամանակ կա, որը պետք է ժամանակի ընթացքում կատարվի։ Հողի հարկը մնացածը լրիվ կարելի ասել նորմալ իրահունով ընթանում է։ Հարկերի հավաքագրմանը զուգահեռ միաժամանակ համապատասխան մասնագետների կողմից ստուգումներ են անցկացվում քաղաքի հանրային սննդի օբյեկտներում, առևտրի կենտրոններում, նպատակը առևտրի կանոնակարգումն է։ Պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ, գնապիտակներ, արտահագուստ եւ մի շարք այլ դրույթներ, որոնց խախտումները ուրեմն ամրագրված է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով ու նենց չի, որ շատ փոքր գումարներ է, ժամկետած ապրանքի համար վարչական տուգանքա նախատեսված 158 հոդվածով վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով 100-ից 150 հազար դրամ։ Առևտրի կանոնակարգի կիրառումից հետո քաղաքի տնտեսվարող սուբյեկտները բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ստացել ստուգումների վերաբերյալ, նաև տեղյակ են առևտրի գործող կարգին։ Ալավերդու փոխքաղաքապետը, ով նաև վարչատուգանային հանձնաժողովի նախագահն է, նախորդ շաբաթ ստուգայց է կատարել մի շարք խանութներում, հայտնաբերվել են թերություններ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ստուգումները վերսկսվելու են ու հայտնաբերված խախտումներն արդեն արձանագրվելու են, ասում է Արթուր Վարոսյանը։ Առավել հաճախ հանդիպող կանոնակարգի խախտումը վաճառողների առանց արտահագուստի սպասարկումը, թեև քիչ չեն հանդիպում նաև ժամկետանց ապրանքները։ Այն խանութներում առաջին հերթին, որտեղ որ չի լինի արտահագուստներ անմիջապես կարձանագրվեն, նոր հետագայում արդեն մանրակրկիտ ստուգումներ կլինի ժամկետած ապրանքի մասում։ Նշեմ, որ հիմա այս պայդրությամբ ունենք կազմված վարչական արձանագրություն ժամկետած ապրանքի համար նույն խանութում եղել են համ ժամկետած ապրանք մեծ քանակով, համ արտահագուստի բացակայություն արձանագրվել է, մոտ օրերս կլինի նիստ, բնականաբար տուգանվողին ծանուցելուց հետո նիստի օրվա ժամվա մասին եւ մնացած մեր վարչատուգանային հանձնաժողովի անդամներ։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր տնտեսվարողները մեզ ճիշտ հասկանան, արդեն 3-4 տարի է մենք ինչ կոչ ենք անում, որպեսզի կանոնակարգին հետևեն, անգամ մենք բրոշուրներ ենք պատրաստել, օրենքից կետերը հանել, տրամադրել իրանց։ Չկա տենց մի հատ տնտեսվարող օբյեկտ, աշխատող, որ ասենք այսօր կամ 3 չի բացվել, այ աշխատող ա եղել, որի մոտ ստուգում չլինենք կատարած։ Ստուգման արդյունքում, որի մոտ մանրամասն բացատրած չլինենք, թե ինչ պետք է ունենա վաճառողը, ինչ պետք է լինի օբյեկտում, ինչ պետք է չլինի օբյեկտում, բոլորը մանրամասը բացատրվել է մեր տնտեսվարողներին։ Այսօրվանից հետո ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնեմ եւ համապատասխան մասնագետներին եմ հրահանգել, որ ոչ մի ներում չի լինելու։ Եթե եղավ խախտումը, անմիջապես պետք է արձանագրվի։ Տարվա ընթացքում մասնագետները ստուգումներ են անցկացնում քաղաքի բոլոր սննդի եւ սպասարկման օբյեկտներում, իսկ առաջիկայում ստուգումներ են անցկացվելու 9 հանրային սննդի օբյեկտներում եւ շուրջ 84 սննդի վաճառքի կետերում։
Հուլիսի 8-ին Սանահինի վանական համալիրին Ճեմարանում Ալավերդու պետական քոլեջի 3 մասնագիտությունների բանկային գործ, հաշվապահական հաշվառում եւ մետալուրգիա մասնագիտությունների 32 արդեն նախկին ուսանողներ հանդիսավորությամբ ստացան իրենց ավարտական դիպլոմները։ Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը բացի ուսանողներից ու ծնողներից ներկա են նաեւ բազմաթիվ հյուրեր։ Մինչև դիպլոմների հանձնման հանդիսավոր պահը ելույթներ ունեցան Ալավերդու պետական քոլեջի տնօրենը, Ալավերդու հոգևոր հովիվը եւ ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, այսօր խորհրդավոր օր է բոլորիս համար։ Այն վայրում են կանգնած, որը սրբավայր է, որը Սանահինի պատմական հուշահամալիրն է։ Կանգնած ենք այն վայրում, որը հազարամյա պատմություն ունի, իբրև առաջին համալսարաններից մեկը մեր գիտակցության մեջ։ Ցանկանում եմ ձեզ, որ ձեր ստացած գիտելիքները Ալավերդու պետական քոլեջում ձեր վերած գիտելիքները կյանքում օգտագործեք ի բարօրություն մեր պետության, մեր ժողովրդի եւ ձեր ընտանիքների բարեկեցության համար։ Ուսանողներից 5-ը պետական քոլեջն ավարտեցին կարմիր դիպլոմով, իսկ 12 շրջանավարտներ քոլեջն ավարտեցին բարձր առաջադիմությամբ։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն նրանք կարող են ուսումը շարունակել հանրապետության բուհերի երկրորդ կուրսում։ Քոլեջն ավարտած ուսանողներն առանց քննությունների ու հարցազրույցների համալրում են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այսինքն նրանք այսօրվանից սկսած կարող են հանձնել իրենց փաստաթղթերը, որի համար քոլեջը պատրաստել է համապատասխան փաթեթ, որի մեջ մտնում են համապատասխան փաստաթղթեր, որի միջոցով նրանք անմիջապես սեպտեմբերի 1-ին, եթե տվյալ բուհում տեղերի արկայությունը եւ դիմորդների արկայությունը, խոսքս քոլեջներից տեղափոխվող դիմորդների արկայությունը հավասարության պայման է կամ սակավության մեկը մեծ մյուսը փոքր, մրցույթ կկայանա, ոչ քննություն, ոչ զրույց, մրցույթ է կայանում հիմնականում փաստաթղթի որակի, գնահատականների ներդիրի միջին թվաբանականի եւ իրենց արտոնության շնորհիվ։ Սան ուսանողներ բանկային գործի մասնագետներ են, նրանց մեծ մասը պատրաստվում են դիմել բուհեր, իսկ մետալուրգիայի բաժնի գրեթե բոլոր շրջանավարտներն արդեն իսկ աշխատանք ունեն, ասում է քոլեջի տնօրենը։ Քոլեջի շրջանավարտներն արդեն իսկ ստացել են միջին մասնագիտական կրթություն ու ապագա պլանները կապված են արդեն աշխատանքի տեղավորման, իսկ շատերին է նաև կրթությունը շարունակելու հեռանկարի հետ։ Առաջիկայում ես ուսումս պետք է շարունակեմ բարձրագույն կրթությամբ ու ընթացքում պետք է գնամ բանակ, պայման։ Մտադիր եմ իմ մասնագիտությամբ աշխատանք գտնեմ, քոլեջն ավարտելուց հետո մտադրություն ունեմ ուսումը շարունակել ավելի բարձր բուհերում, սովորելու եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, կառավարիչ մասնագիտությունում։ Հուլիսի 12-ին Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի բեմում մենահամերգով ելույթ ունեցավ դպրոցի այս տարվա շրջանավարտ Սյուզի Գասպարյանը։ Ջութակահարը սիրելի դպրոցին հրաժեշտ տվեց մի քանի կոմպոզիտորների գործերի կատարումներով։ Սյուզաննան Վանաձորում կայացած Ոսկե կարապ հանրապետական փառատոնի լարային բաժնի առաջին մրցանակակիրն է։ Սյուզաննան վերջերս եւս մեկ լուրջ հաջողություն է ունեցել։ Նա ելույթ է ունեցել Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում։ Կարողանալով գրանցել հարկերի հավաքագրման բարձր տոկոս, համայնքապետարանները ի վիճակի չեն լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում չվճարելով հարկերը, հարկատուները կորցնում են ավելի շատ։ Պատկերը կլինի հակառակը, եթե վճարեք գույքահարկը եւ հողի հարկը։ Վճարելով հարկերը, դուք տալիս եք ձեր երեխաներին հետաքրքիր եւ գունեղ մանկություն ունենալու հնարավորություն։